երկաթ գիծը ռուսական կողմից խլելով Նիկոլ Փաշինյանը այն կտրամադրի թուրքերին, հարգելի հեռուստադիտողներ, նկատել եք, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը ունի որոշակի օրինաչափություններ։ Այդ օրինաչափություններից մեկն այն է, որ կարևոր ազգային անվտանգության ինքնիշխանությանը նաև վերաբերվող զիջումներ կատարելուց առաջ Նիկոլ Փաշինյանը իր համար ալիբի է ձևավորում, ալիբի է ստեղծում եւ հղում է անում իր զիջումներից առաջ ինչ որ անհասկանալի միջազգային հանրության հարություն ասվածին։ Եկեք մի քանի օրինակ դիտարկենք։ 2022 թվականի ապրիլ ամիս Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից ելույթ է ունենում եւ այդ հայտնի ձևակերպումն է տալիս, որ միջազգային հանրություն ասվածը հայ հասարակությանը Հայաստանի Հանրապետության իշխանություններին կոչ է անում նվազեցնել իր սպասումները Արցախի կարգավիճակի վերաբերյալ, ինչը կհանգեցնի նրան, որ Հայաստանի եւ Արցախի Հանրապետության շուրջ կձևավորվի լայն կոնսենսուս, ինչի արդյունքում էլ հնարավոր կլինի եւ Հայաստանի խնդիրները լուծել եւ Արցախի համար անվտանգությունը ապահովել։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի սովորության համաձայն հասարակությանը չէր ասել, որ միջազգային հանրությունը դա այս երկու մարդիկ էին՝ Ալիևը եւ Էրդողանը։ Այս մարդկանց մենք դեռ կվերադառնանք։ Սա 22 թվականի ապրիլն էր, ինչ եղավ դրանից հետո, հարգելի հեռուստադիտողներ, բոլորս էլ հիշում եք, դրանից հետո եղավ դիմադրության շարժումը, որը ինչ-ինչ հանգամանքներից ելնելով չկարողացավ հասնել իր վերջնանպատակին, այսինքն Հայաստանում քաղաքական փոփոխություններ տեղի չունեցան եւ արդեն 22 թվականի օգոստոս ամսին տեղի է ունենում Բրյուսելում հանդիպում Շարլ Միշելի, Իլհամ Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, ինչ պայմանավորվածությունների են իրենք այնտեղ գալիս, ցույց կտա միայն պատմությունը, բայց այդ հանդիպումից մի քանի շաբաթ հետո Ադրբեջանը հարձակում է գործում Ջերմուկի հարակից հատվածներում, տարածքներ են օկուպացնում, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս։ Հետո գալիս է մեկ այլ հարց կապված հավաքական անվտանգության կազմակերպության հետ։ Ինչ է ասում 2022 թվականից սկսած Նիկոլ Փաշինյանը։ Նա նշում է հետևյալը, որ միջազգային հանրությունը վերջին իր ուղերձում բանակի օրվա կապակցությամբ ընդհանրապես սա ուղերձ էր ոչ թե բանակի օրվա վերաբերյալ, այլ հապկի վերաբերյալ, իր վերաբերմունքի վերաբերյալ հավաքական անվտանգության կազմակերպության հանդեպ։ Ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Միջազգային գործընկերները Հայաստանի այդ միջազգային հանրություն ասվածը հրաժարվում էին Հայաստանի Հանրապետությանը զենքեր վաճառել, որովհետև Հայաստանի Հանրապետությունը հապկ անդամ էր, որովհետև բացի նրանից, որ Ռուսաստանին չէին վստահում էր միջազգային գործընկերները, այլ նաև կար վտանգ, որ Հայաստանից տեխնոլոգիաները, գաղտնի տեխնոլոգիաները կարող են հայտնվել Ռուսաստանի ձեռքում, բայց հիմա քանի որ Հայաստանը դադարեցրել է փաստացի իր անդամակցությունը հապկին կամ իշխանությունների ձևակերպամբ սառեցրել է անդամակցությունը հապկին, մենք կարողանում ենք միջազգային հանրության մեր գործընկերներից զենք գնել։ Իհարկե, այստեղ չեն ասում, որ մեծամասամբ դա հնդկական զենք է, որ մեծամասամբ դա այն զենքն է հնդկական, որը ռուսական զենք է, ուղղակի հնդիկները ունեն դրա լիցենզիան արտադրելու։ Ինչևէ, կարևորը այստեղ հետևյալն էր՝ զրոյացնել հարաբերությունները հապկի հետ եւ դրանով նաեւ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում նոր ճգնաժամ առաջացնել, նվազեցնելով դրանով Ռուսաստանի Դաշնության ներգրավվածությունը տարածաշրջանային գործընթացներին, ինչը ձեռնտու է այս երկու մարդկանց։ Մի քիչ շատ ենք այսօր իրենց մասին խոսել, բայց հիմա սա է Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարած քաղաքականությունը։ Հիմա տեսեք, ինչ է տեղի ունենում վերջին մի քանի օրերին։ Ջեյ Դի Վենսը գալիս է Հայաստանի Հանրապետություն, տարբեր հայտարարություններ են արվում, ինչ-որ փաստաթղթեր են ստորագրվում, ներկայացվում, իշխանությունները սկզբից պայմանավորված թարգմանչական սխալով հասարակությանը հրամցում են այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները 9 միլիարդ դոլարի ներդրում է անում Հայաստանում, հետո մարդիկ, որոնք անգլերենին մի քիչ ավելի շատ են տիրապետում, ավելի լավ են տիրապետում, ասում են, որ Ժորժ ջան, ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգներն է 9 միլիարդ դոլար ներդնելու Հայաստանում, այլ Հայաստանն է 9 միլիարդ դոլար ներդնելու Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսության մեջ, 3 միլիոն բնակիչ ունենք, 9 միլիարդը բաժանում ենք 3 միլիոնի, ստացվում է ամեն մեկս 3000 դոլար փող ենք ներդնելու Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսության մեջ։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս հանրային հեռուստաընկերությանը, խոսում է այն մասին, որ դրական էր, որ Ջեյ Դի Վենսը ավելի շատ խոսում էր ոչ թե քաղաքական եւ տարածաշրջանային խնդիրներից, այլ խոսում էր տնտեսությունից, դա վկայությունն է նրա, որ իրականում խաղաղությունը եկել է, բայց նաեւ ի թիվս այլնի ասում է հետեւյալը, այո, մենք քննարկել ենք կոմունիկացիոն հարցեր,
Եվ այստեղ արդեն անդրադառնում է հարավկովկասյան երկաթուղիներին, նշում է հետևյալը, որ հաշվի առնելով այն, որ հարավկովկասյան երկաթուղիները չեն արդիականացրել երկաթգծի մի շարք հատվածներ, որոնց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իշխանությունները դիմել են, դա հանգեցնում է նրան, որ Հայաստանի Հանրապետությունը մրցունակությունը կորցնում է, եթե մենք համեմատում ենք մեկ այլ երկաթգծի հետ, Կարս Դիլիջու, եւ ասում է հետևյալը, որ այստեղ նաեւ շատ կարևոր նշանակություն ունի միջազգային իրողությունը եւ շատ ներդրողներ կխուսափեն փաստացի Հայաստանում ներդրում կատարել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունն է ղեկավարում կոնցեսիոն պայմանագրով Հայաստանի Հանրապետության երկաթգիծը։ Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը կրկին միջազգային հանրության կարծիքի վրա հղում անելով, միջազգային իրավիճակով պայմանավորելով խոսում է այն մասին, որ Ռուսաստանի ներգրավվածությունը Հայաստանի տնտեսության մեջ եւս մեկ քայլ է կատարելու դեպի նվազում, որովհետեւ կա հավանականություն փաստացի, որ հարավկովկասյան երկաթուղիները այլևս չեն տնօրինելու Հայաստանի Հանրապետության երկաթգիծը, ինչի վերջնարդյունքում մենք կարող ենք գալ մի իրավիճակի, որ նույն թրիպի տրամաբանությամբ թուրքական կողմը կարողանա նաև որոշակի ներկայություն ունենա նաև երկաթգիծը կառավարելու համատեքստում, բայց ոչ թե այն պարագայում, ոչ թե այն պատճառով, որ թուրքերին, ադրբեջանցիներին մեր տնտեսությունն է հետաքրքիր, կոպեկների արժեք ունի մեր տնտեսությունը Թուրքիա եւ Ադրբեջանի համար։ Իրենց համար պարզապես կարևոր է հետեւելը՝ ռուսական գործոնը տարածաշրջանում զրոյացնել։ Այստեղ եւս մի կարևոր հանգամանք կա։ Տեսեք, ինչ պահ է ընտրում Նիկոլ Փաշինյանը։ Առավոտյան մենք ականատես եղանք նրան, որ բռնաճնշումներ սկսեցին քաղաքական ընդդիմության նկատմամբ վաղարշաբաթ համայնքում։ Նիկոլ Փաշինյանը այս հարցը կարող էր նույնիսկ չքննարկել J.D. Vance-ի հետ, բայց քանի որ J.D. Vance-ը եկել է եւ իրենք էլ փորձում են այն տրամադրությունները ստեղծել հասարակության մեջ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից դաբրոն արդեն ստացել ենք, ամեն ինչ կարող ենք անել, բռնաճնշումներ են անում։ Դուրս է գալիս նաև հրապարակվում է Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը, որից մենք իմանում ենք, որ հարավկովկասյան երկաթուղիները կարող են դադարեցնել փաստացի իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։ Տպավորություն է ստեղծում, որ սա էլ կարող է համաձայնեցված լինել ամերիկացիների հետ, բայց իսկ ում հետ են ամերիկացիները համաձայնեցնում իրենց քաղաքականությունը մեր տարածաշրջանում։ Այս հարցի պատասխանը տվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան ներկայացուցիչ Ստիվ Ուիտկոֆը։ Լայն հասարակությունը իրեն ավելի շատ ճանաչում է ռուս-ուկրաինական բանակցությունների համատեքստում, մերձավոր արևելքում տեղի ունեցող գործընթացների համատեքստում, բայց Ստիվ Ուիտկոֆը ամիսներ առաջ բաց տեքստով ասել է հետևյալը, որ մեր տարածաշրջանում, մերձավոր արևելքում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում ամերիկյան կողմը քննարկումներ է ունենում Թուրքիայի հետախուզության նախկին եւ ներկա ղեկավարների հետ, Հական Ֆիդանի հետ եւ Իբրագիմ Քալինի հետ։ Այստեղ մենք արդեն կարող ենք գալ տրամաբանական եզրահանգման, որ այն քաղաքականությունը, որ ամերիկացիները իրականացնում են, դա իրականում Թուրքիայի քաղաքականությունն է, ուղղակի ինչ-ինչ հանգամանքներից ելնելով ամերիկյան կողմը այս պայմանությամբ այդ քաղաքականությունն է իրականացնում։ Չի հասկանում սա Նիկոլ Փաշինյանը, իհարկե շատ լավ հասկանում է, բայց քանի որ կա վերընտրվելու կարիք, J.D. Vance-ին բերում են Հայաստան, ամեն մեկը դրանից հետո $3000 պետք է վճարի այդ լուսանկարների համար, որովհետև մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին տալիս ենք 9 միլիարդ պլյուս 11 միլիոն դոլար, իսկ ինչը վերաբերում է ընտրություններին, եզրափակելով նաև մեր այսօրվա զրույցը, միշտ հիշեք հետևյալը. մինչև Արայիկ Հարությունյանի ընտրվելը Արցախի Հանրապետության նախագահ, Արցախում եւս խաղաղություններ տիրում։ Ինչ եղավ դրանից հետո, կարծում եմ բոլորս շատ լավ հիշում ենք։ Մտածեք այդ մասին։